Բարև ձեզ, սիրելի բարեկամներ, ես Արտուր Ֆարմանյանն եմ, Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցության ղեկավարը։ Սիրելի բարեկամներ, այսօրվա վիդեոն կլինի կարճ, բայց հետաքրքիր։ Այսօր խոսալու ենք Արսեն Թորոսյան, առանց իրենց չեմ կարող, եւ իհարկե Վահագն Ալեքսանյան։ Իսկ մինչև բուն թեմային անցնելը խնդրում եմ մի հատ տեսնենք այս տեսահոլովակը։ Խնդրեմ։ Ոմանք որոշ տենց պոպուլիստ ուժեր մենք 50%-ով կբարձրացնենք կենսաթոշակները։ Բարձրացրեք, կարաք մի հատ հիմնավորեք այդ ոնց է բարձրացնելու։ Այսինքն 150 միլիարդ դրամ փող է, դա միանգամից բարձրացնել բոլոր կենսաթոշակները 50%-ով, որտեղ մոտ 300 միլիարդ դրամ փող ենք ծախսում։ Դե հիմա եկեք ասեք, այդ ինչը չեք ծախսելու, օրինակ, որտեղից սպառազինության վրա չեք ծախսելու, կրթության վրա չեք ծախսելու, առողջապահության վրա չեք ծախսելու, ճանապարհ ու դպրոց չեք սարքելու, բայց դա բարձրացնելու եք։ Բայց մենք ի տարբերություն դրա համ էս հայտ վճարը ասացի, համ ապահովագրությունը առողջության, երբ որ մենք 65+ մեր քաղաքացի համար ըստ էության մի մեծ ծավալով առողջապահությունը սարքել ենք անվճար, որտեղ իրենց համար գնել ենք առողջապահական փաթեթներ, որի ամսական գինը էլի 10800 դրամ է։ Ու այդ ամեն ինչը շատ շոշափելի բաների մասն ենք, հա, խոսում ենք, չենք խոսում ինչ-որ հիպոթետիկ բաների մասին, մինչև իրենք խոստանում են, մենք այդ ամեն ինչը անում ենք։ Գնում են անվճար դեղորայք են ստանում։ Եվ դեղորայք, եւ վիրահատությունը, եւ հիմա այդ խոստումը իրականության հետ այդ համադրելու process-ում, ես վստահ եմ, որ ողջամիտ քաղաքացին, ողջամիտ ընտրողը, որը մեր ընտրողն է, իր տեսած շոշափածն է ընտրելու եւ ոչ թե պարզապես խոստումը ու հատկապես այնպիսի գործիչների եւ ուժերի կողմից, որոնք արել են տրամագծորեն հակառակը, հասկանում եք, տրամագծորեն հակառակը, երբ որ ընտրությունների ժամանակ 10-20 հազար դրամ ընտրակաշառք են բաժանել կամ ձեթ եւ բրինձ, եկել են ընտրությունների եւ 5 տարվա ցիկլերով, եւ այդտեղ գրեթե նոր մարդ շատ քիչ կա։ Տեսակ ժողովուրդ ջան, Արսեն Թորոսյան, դուք ասում եք, որ Հայաստանի Հանրապետությունում անհնարին է բարձրացնել թոշակները։ Ճիշտ եմ հասկացել։ Արսեն Թորոսյան, դուք ասում եք թվեր, որից դուք գաղափար չունեք, քանի որ դուք երևի դպրոց էլ նորմալ չեք գնացել, որ ինչպես ձեր քպականները։ Իսկ որպեսզի մեր սիրելի բարեկամներ, մեր սիրելի հայրենակիցները չկասկածեն, թե այսինչ է ասում Արտուր Ֆարմանյանը, մարդը հստակ խոսում է, Արսեն Թորոսյան, ձեր համար ունեմ սյուրպրիզ։ Հայաստանի Հանրապետությունում կա մի անձնավորություն, ում որ ես ճանաչում եմ եւ միանգամից ասեմ, երեկվա իմ տեսաելույթում ես ասել եմ, որ ես կանգնած եմ այդ մարդու կողքին, ինչի համար, քանի որ այդ մարդը ինչ խոսում է, նա հիմնավորում է Արսեն Թորոսյան։ Ի տարբերություն ձեզ, կներեք ժողովուրդ ջան, ձեր նման չի բլթստում Արսեն Թորոսյան, ուղղակի ասեց ու գնաց։ Մի ամիջ ժողովուրդ եք բռնե, հա, դες բլթստներում եք ու всё, ժողովուրդը ընդունեց, վայ, տեսակ անհնարին բան է, այս մարդիկ, այս խեղճեր էլ ինչ անեն, այս կան անում են, հա, Արսեն Թորոսյան, չի անցնելու, դուք պրծած թեմա եք, Արսեն Թորոսյան, իսկ հիմա ժողովուրդ ջան, տեսնենք ինչ է ասում Հայաստանը, ես եմ նախաձեռնության ղեկավար, պարոն Նայիրի Սարգսյանը, խնդրեմ։ Սիրելի թոշակառուներ, նվազագույն կենսաթոշակը դարձնելու ենք 100,000 դրամ, միջինը 150,000 դրամ, մինչև 74 տարեկան թոշակառուներին իրենց ցանկության դեպքում ապահովելու ենք աշխատանքով։ Կհարցնեք ինչ գումարներով եւ ինչպես։ Հիմնավորեմ, Հայաստանում ապրում է 500,000 թոշակառու, որպիսի յուրաքանչյուր թոշակառու ստանա նվազագույնը 100,000 դրամ կենսաթոշակ, անհրաժեշտ է 600 միլիարդ դրամ։ Հայաստանում շահումով խաղերի եւ խաղատների տարեկան շահումները կազմում են շուրջ 8 տրիլիոն դրամ։ Կրկնում եմ, 8 տրիլիոն դրամ, որոնք չեն հարկվում։ Մենք այդ շահումների համար սահմանելու ենք 10% եկամտային հարկ, որը կկազմի ուշադրություն 800 միլիարդ դրամ։ Արդյունքում բյուջե մուտքագրված գումարները կուղղվեն ոչ միայն կենսաթոշակի բարձրացմանը, այլ նաև սոցիալական այլ խնդիրների լուծմանը։ Եվ սա ուղիներից միայն մեկն է։ Լսեցիք Արսեն Թորոսյան, հիմնավորեց մարդը, թե չհիմնավորեց։ Իսկ եթե դուք կարծում եք, որ նա չի հիմնավորե Արսեն Թորոսյան, ապա ես կխնդրեմ, պարոն
Նայիրի Սարգսյանին եւ վստահ եմ նա կհրավիրի ձեզ բանավեճի, իսկ ես ձեզ հրավիրում եմ բանավեճի Նայիրի Սարգսյանի հետ։ Պատրաստ եք Արսեն Թորոսյան, թե Բաբկեն Թունյանի պես փախնելու եք։ Երբ որ Բաբկեն Թունյանը, սիրելի բարեկամներ, սա ասեմ ձեզ, գրել էր, որ մի հավատացեք, այնտեղ իրանք անհնարին բան է, ես գրվեցի պարոն Թունյանի հետ, պարոն Թունյան չեմ ստում, չէ, մոտս սկրինշոտ արած կա մեր իրար հետ, այդ այսպես ասած ռուսերեն ասեմ պերեպիսկեն, լրիվ սկրինշոտ արել նկարել եմ, քանի որ ձեր հետ մենակ կարելի է փաստերով խոսալ, քանի որ դուք ասում եք սա, հետո ասում եք տենց բան չեղի, ես տենց բան չեմ ասել, չեք հավատում, տեսնենք, խնդրեմ։ Շարունակում եք պնդել, որ գործն ամբողջությամբ բացահայտվել է այն դեպքում, երբ մինչ օրս որևէ անձ պատժված Եվ որպես դրացում ասել եք, որ ինչ-որ X պահից կհրապարակվի այդ մասն, հա։ Գիտեք, ես երբեք չեմ ասել ամբողջությամբ։ Ես ամբողջությամբ բառը չեմ օգտագործել։ Ըստ էության մենք կարող ենք ասել, որ մարտի 1-ի գործը ըստ էության ամբողջ ծավալով բացահայտված է։ Ես երբեք չեմ ասել ամբողջությամբ։ Ես ամբողջությամբ բառը չեմ օգտագործել։ Տեսակ ժողովուրդ ջան, Բաբկեն Թունյան տեսակ, ձեր վարչապետը, թե ինքը չի, մոնտաժը արած, թե կոնտեքստից կդրած դրած։ Ժողովուրդ ջան, ուրեմն ասում եմ ձեզ, Նայիրի Սարգսյանը, Հայաստանը ես եմ նախաձեռնության ղեկավարը, պատրաստ է այսօր բանավեճի յուրաքանչյուր ԿՊԱ-կանի հետ։ Կլինեն նախարարներ, կլինեն փոխնախարարներ, չնայած փոխնախարարը Նայիրի Սարգսյանի մակարդակին չեն, էլի, եթե ասած նախարարներն են անգրագետ, բա փոխնախարարները ինչ կլեն։ Ուղղակի մի ասած ավելի լավ ձեր ընդհանուր կուսակցության անդամների հետ բոլորին, ձեր կառավարության հետ Նայիրի Սարգսյանը վստահ եմ պատրաստ է բանավեճի։ Վարչապետին էլ չմոռանաք բերեք։ Վարչապետին էնի լեզվի բլբլից լավ է։ Լեզվին տալով գիտի մարդ է խափում, բայց խաբար չի, որ մարդիկ եթե ձեն չեն անում, չեն ուզում իշտեն իր մակարդակի։ Հաջորդ պերսոնաժը, սիրելի բարեկամներ, դա Վահագն Ալեքսանյանն է։ Վահագն Ալեքսանյանը այսօր վրդովված էր, այսինքն այսօր ասելով երեկվա մասին է ազգային ժողովում։ Տեսնենք ինչ է ասում Վահագն Ալեքսանյանը, խնդրեմ սիրելի բարեկամներ։ Ձեզ թվում է, թե դուք կարող գաքսած մարդկաց աչքերին փոշի փչեք, այդ լուրջ եք ասում։ Չեք կարա, որովհետև դուք այս հանրապետության վրա, ձեր այս քաղաքական թիմը, այն ձեր ուժեղ թռածներով, չգիտեմ, այնտեղ Քոչարյանականներով, Սերժականներով, Սերժի պրոտեժե Թաթոյաններով, այն մեկով դուք Հայաստանի քաղցկեղն եք։ Դուք Հայաստանի քաղցկեղն եք այդ ձեր այդ ամբողջ կազմով, որ նստած ծծել եք Հայաստանի Հանրապետության արյունը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների աշխատանքը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների սոցիալական երաշխիքները, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կյանքը։ Էդ եք դուք արել։ Էդ եք դուք արել, որովհետև դուք ուրիշ բանի ընդունակ չեք, մակաբույծի պես ապրել, մակաբույծի պես ուտել, մակաբույծի պես ծծել մարդկանց արյունը։ Էդ է ձեր կարողությունների վերջնակետը։ Ու բայց այդտեղ կա մի կարևոր բան։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին այդ ամեն ինչը լավ է հասկանում։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին այդ ամեն ինչը շատ լավ է տեսնում։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին այդ ամեն ինչը ընկալում է, ու Հայաստանի Հանրապետության քաղաքացին հունիսի 7-ին գնալու է ընտրատեղամաս ու բոլորիդ հատ ըլնեք դուք Քոչարյանի դեմքով, որ չգիտեմ որտեղից եկավ միլիոնատեր դառավ, ըլնի են Կալուգացին, որ չգիտես որտեղից եկավ ու որոշեց, որ պետք է Հայաստանի անկախությունը մատաղանի, ես իմ իր շեֆի առաջ, ըլնի Սերժը իր Թաթոյանով իրեն մեկով, ըլնի են մի մականունավորը, որ մեկը տել ըլնեք, բոլորիդ ուղարկելու է Դոնբաս, հանգստի, հիմիկվանից ձեր Դոնբասի ուղետոմսերը Պուտյովկեքը, որ Դոնբասում գնաք հանգստյան կուրորտներ, վերցրեք։ Վահագն Ալեքսանյան, այդ ինչի՞ք եք այդպես վրդով է, կատաղել եք։ Վահագն Ալեքսանյան, սկզբից ասեմ հետևյալը, ես ձեզ
հոգնա արդեն բացատրելով, որ եթե դուք խոսում եք ընդդիմությունից, կոնկրետ ընդդիմության անուն տվեք, մի խոսացեք բոլորի մասին, Վահագն Ալեքսանյան։ Իսկ այդ անունները ինչ որ դուք հնչեցրեցիք, ես ձեզ հետ համաձայն եմ, Վահագն Ալեքսանյան։ 36 տարի հայ ազգս տառապանքի մեջ է ձեր բոլորի ձեռքում։ 36 տարի։ Սկսած ձեր քաղաքական պապա Լևոն Տեր-Պետրոսյանից, Ռոբերտ Քոչարյանով, Սերժ Սարգսյանով, դուք որ վաբշե ֆենոմեն եք, ձեր նմանը չկա։ Այո, նրանք ձեր բառերով ասեմ ծծել են հայ ազգի արունը։ Ծծել են։ Բայց դուք ինչու եք ձեզ անջատում իրանցից, Վահագն Ալեքսանյան։ Նրանք ծծել են, նրանք թալել են, ճշմարիտ եք, համաձայն են։ Ամեն ինչ արել են, ազգին ենթարկել են տերորի, ազգին սննկացրել են, ամեն ինչ արել են, բայց դուք էլ հետ չեք մնում, Վահագն Ալեքսանյան, դուք բացի դա, դուք դավաճանել եք, դուք վաճառել եք, դուք ծախել եք, դուք թուրքացման եք տանում հայ ազգին, դուք քանդում եք Հայաստանի Հանրապետությունը, Վահագն Ալեքսանյան։ Դուք ծախեցիք Արցախը, իր ժողովրդին մատնեցիք սովի եւ անտերության։ Վահագն Ալեքսանյան, այդ ձեր 3 նախկիններից որ մեկն էր, որ տվեց Հայաստանի անձնագրերը, Հայաստանի Հանրապետության անձնագրերը մեր արցախցիներին, այդ արցախցին այդ անձնագիրը ունենալով, որ իդեպ այսպես կապուտ գույնի գեղեցիկ անձնագիր է ձեր գաղափարով, բայց ես ասենք կողմնակից եմ եղել կարմիր գույնին, ու այսօր ոչ մի իրավունք չունի։ Դուք անգամ չեք կարդացել այդ անձնագրի հետևի մասում ինչ է գրված։ Այդ անձնագիրը Հայաստանի Հանրապետության սեփականությունն է։ Իսկ եթե արցախցին իրավունք չունի ոչ մի բանի, ընտրելու, քաղաքացիության, դուք ինչի եք Հայաստանի Հանրապետության սեփականությունը տվել այդ մարդկանց։ Հարց։ Այդտենց անվոռու պոչ գործեր եք անում, հետո չգիտեք ոնց տակից դուրս գաք։ Եվ մի թեմայով էլ եմ ես ձեզ հետ համաձայն, որ հունիսի 8-ին, իսկ դա կսկսվի հունիսի 7-ին 2026 թվականին, չեն լինելու ոչ մեկ, այդ թվում նաև դուք։ Մենք ջախջախելու ենք, հայերով ջախջախելու ենք ձեզի։ Այս խաչը վկա։ Այս խաչը վկա, դուք վախենում եք, չէ՞ խաչից, ասես որ ձեզ ցույց են տալի, այն վամպիրների պես ճնշումները թելում է։ Մենք ջախջախելու ենք ձեզի։ Հայաստանի ոչ ձեր ասած հպարտ քաղաքացին, դուք այդ հպարտությունից բան չթողեցիք, Վահագն Ալեքսանյան, ձեր վարչապետով, ձեր կառավարությունով։ Խեղճացրած, անտերության մատնած, ստորացված, տանջված, քայքայված Հայաստանի Հանրապետության քաղաքացին ետ կբերի իրեն հպարտությունը եւ դուք դա կզգաք, Վահագն Ալեքսանյան։ Սպասենք, համբերատար սպասենք Վահագն Ալեքսանյան հունիսի 7-ին։ Ժողովուրդ ջան, այսքան է ուզում ասեի, արեք ինքներդ մեկնաբանություններ, սրանք պրծած են, սրանք շանսեր չունեն, ընկել են փրփուրների հետևից։ Էնի նրան, նորից ուզում են հին թեզը բերեն նախկինները գլուխները պատով են տվել, ղալատ են արել, իսկ դուք դա շարունակում եք, Վահագն Ալեքսանյան, նենց որ մի փրփրի, ընդե տեսա բաժակով ջուր կար, մի հատ ջուր քաշի դոշիտ հովացի ու հանգիստ խոսա, ներվային կլետքի չեմ վերականգնվում, Վահագն Ալեքսանյան։ Ժողովուրդ ջան, կեցե Հայաստանից Հանրապետությունը, կեցե հայ ազգս, կեցե հայկական սփյուռքը, կեցե ջավախկա հայությունս, կեցե Արցախը հայությունս, կեցե մեր սուրբ Մասիս լեռը, կեցե հայկական Արցախը, Արցախը վերադառնալու է, արցախցին ապրելու իրենց տներում, վստահ եմ դրանում։ Ժողովուրդ ջան, ամբողջ ջանքերս գցելու եմ, չեմ թողնելու, որպեսզի դուք լինեք խաբված։ Իդեպ ասեմ, այն ցուցակները, որը որ կազմվում են մեր ուժերի կողմից, Արտուր Ֆարմանյանը նաև չի ընդգրկված այդ ցուցակի մեջ։
Հիշեք դա։ Ես իմ խոսքի տերն եմ։ Իմ կռիվը հայիս համար է։ Իմ կռիվս հայ լինելու համար է։ Իմ կռիվս հակաթուրքացման էթալու դեմ է։ Ես պայքարում եմ հայոց ժողովրդի համար, իմ ազգի համար, իմ պապերի գերեզմանի համար։ Կեցցեն մեր ավակ քույրեր եւ եղբայրները, տատիկ եւ պապիկները ձեր ցավը տանեմ։ Պինդ եղեք, ամուր եղեք։ Կեցցե մեր առաքելական սուրբ եկեղեցին։ Ժողովուրդ ջան, հույսով եմ քանդիպենք։ Լավ եղեք, ամուր եղեք, դուք էլ։ Խաղաղ երկինք ձեզ։ Աստված բոլորիս պահապան։